Սուրբ Այսիոս Ատոսացի հոգևոր պայքար անարտարության ընդունումից բխող ուրախությունը Հայր, մաքուր է այն ուրախությունը, որը ես զգում եմ, երբ ինձ հանդիմանում են ինչ-որ մեղքի համար։ Եթե վնասում ես և հանդիմանվելուց հետո չես կանգատվում, այլ ուրախանում և ասում ես «Փառք քեզ Աստված, դա ինձ անհրաժեշտ էր», ապա գիսովչափ ուրախություն կզգաս։ Սակայն եթե վնաս չես տալիս և անարդար կերպով են քեզ հանդիմանում, և դու բարեմտորեն ես ընդունում, այդ ժամանակ ամբողջական ուրախություն կունենաս։ Չեմ ասում, որ դու հետամտես անարդարությանը, որովհետև այդ ժամանակ սատանան քեզ կնետի հպարտության մեջ, այլ ընդունես անարդարությունը, երբ ինքնաբերաբար է գալիս, և ուրախանաս, որ անարդարություն են գործել քո հանդեպ։ Անարդարությունը դիմակրավելու համար գոյություն ունեն 4 փուլեր։ Օրինակ, երբ մեկը քեզ անարդար կերպով խփում է, եթե գտնվում ես առաջին փուլում, պատասխանում ես, եթե գտնվում ես երկրորդ փուլում, շատ մեծ խրով ես ապրում, սակայն քեզ զսպում և չես խոսում, երրորդ փուլում չես խռովում, իսկ չորրորդ փուլում մեծ ուրախություն և հոգեկան մեծ բերկրանք ես ապրում։ Եթե մարդուն ինչ-որ բանում անարդար ձևով մեղադրում են և ինքն ապացուցում է, որ մեղավոր չէ, արդարացվում է ու գոհանում և աշխարհիկ ուրախություն զգում։ Սակայն եթե անարդարությունը դիմակրավում է հոգևոր մոտեցմամբ, բարի մտքով և չի ջանում ապացուցել իր անմեղությունը, հոգևոր մխիթարություն է զգում։ Այսինքն, այդ ժամանակ իր մեջ կրում է աստվածային ուրախությունը և պարապանում է Աստծուն։ Գիտեք, թե ինչ ուրախություն է զգում մարդը, երբ անդեղի վիրավորում են, սակայն չի արդարանում, որ իրեն չասեն «Կեցցես» կամ էլ ներողություն, և ավելի շատ ուրախանում է այն դեպքում, երբ իր հանդեպ անարդար են վարվում, քան այն ժամանակ, երբ արդար են վերաբերվում։ Ովքեր հասնում են այդ աստիճանին, ուզում են երախտիկ հայտնել իրենց հանդեպ անարդար վարվողին այս կյանքում տված մխիթարության և իրենց հավիտենական կյանքն ապահովելու համար։ Ինչքան տարբեր է հոգևորն աշխարհիկից։ Հոգևոր կյանքում ամեն ինչ տարբեր է։ Եթե ստացածդ հարվածը պահում ես քո մեջ, լավ ես զգում, եթե ուրիշին ես տալիս, վատ ես զգում։ Եթե ընդունում ես անարդարությունը և արդարացնում ես մերձավորիդ, սրտիդ մեջ ես ընդունում բազմիցս անարգված Քրիստոսին։ Այդ ժամանակ Քրիստոս մնում է քո մեջ և լցնում քեզ խաղաղությամբ և ցնծությամբ։ Իմ զավակներ, հապա դուք էլ փորձեք զգալ այդ ուրախությունը։ Սովորեք ուրախանալ այդ հոգևոր և ոչ թե աշխարհիկ ուրախությամբ։ Այդ ժամանակ ամեն օր հարությունը կապրեք։ Ավելի մեծ ուրախություն չկա, քան այն, երբ անարդարությունն ընդունելուց հետո ուրախություն ես զգում։ Երանի բոլոր մարդիկ իմ հանդեպ անարդար լինեին։ Անկեղծ եմ ասում, քաղցր հոգևոր ուրախություն եմ զգացել անարդարության մեջ։ Գիտեք, թե ինչքան եմ ուրախանում, երբ մեկն ինձ մոլորված է անվանում։ Ասում եմ «Փառք քեզ Աստված», դրանից վարձ կունեմ, իսկ եթե ինձ սուրբ են ասում, բարդք եմ մնում։ Քո հանդեպ գործված անարդարությունից ավելի քաղցր բան չկա։ Մի առավոտ մեկը թակեց խուցի թուրը։ Նայեցի պատուհանից տեսնելու, թե ով է, որովհետև վաղ առավոտ էր։ Տեսա լուսավոր դեմքով մի երիտասարդի և հասկացա, որ հոգևոր կյանքով է ապրում, քանի որ նրան մատնեց Աստծո շնորհը։ Այդ պատճառով, չնայած սպաղված էի, դադարեցրի գործս, բացեցի թուրը, ներս հրավիրեցի, ջուր տվեցի և սկսեցի հարցուփորձ անել նրա կյանքի մասին, որովհետև տեսնում էի, որ հոգևոր էություն ունեցող մարդ է։ Հարցրեցի. «Ինչ ես աշխատում, երիտասարդ»։ «Ինչ աշխատանք, հայր, ես բանտում եմ մեծացել։ Կյանքիս ամենաշատ տարիներն այնտեղ եմ անցկացրել։ Այժմ 26 տարեկան եմ»։ «Ինչ ես արել, որ բանտարկել են»։ Եվ նա իր սիրտն իմ առջև բացեց ու ասաց. «Դեռ փոքր տարիքից շատ ցավ էի ապրում, երբ դժբախտ մարդկանց էի տեսնում։ Ոչ միայն մեր ծխի, այլև ուրիշ ծխերի կարիքավոր բոլոր մարդկանց ճանաչում էի։
Մերձխի քահանան եւ հանձնախումբը շարունակ փող էին հավաքում եւ շենքեր ու սրահներ կառուցում եւ դարբեր բարենորոգչական աշխատանքներ էին կատարում, իսկ աղքատ ընտանիքներն անդարբերության էին մատնվել։ Ես չեմ թատում, թե իսկապես կարիք կար այդ ամենը կառուցելու, պարզապես ասում եմ, տեսնում էի, որ շատ դժբախտ մարդիկ կային։ Մի օր քաղտնի գնացի եւ հանգանակված գումարից քողացա, ոչ ամբողջը, բայց բավականին շատ վերցրեցի։ Ուդելիք, տարբեր բաներ գնեցի, ծածուկ թողեցի աղքատների դների առջև եւ անմիջապես, որպեսզի ուրիշին անարտարացիորեն չբռնեն, գնացի ոստիկանություն եւ խոստովանեցի, որ փողը եկեղեցուց ես եմ քողացելու ծախսել։ Սկսեցին հայոյել եւ ծեծել, քող եւ թադարկաբորդ անվանելով, իսկ ես լրում էի։ Հետո փանդարգեցին։ Տարիներ շարունակ այդ վիճակում էր։ 30,000 քաղաքացիներ ունեցող մեր քաղաքում, ինչպես նաև հարևան քաղաքների բնակիչները, ովքեր լսել էին իմ մասին, քող եւ թադարկաբորդ էին ինձ անվանում։ Ես լուր էի մնում եւ ուրախություն զգում։ Մի անգամ 3 տարով ինձ փանդարգեցին։ Երբեմն անդեղի էին փանդարգում եւ երբ իրական հանցագործին բռնում էին, ինձ ազատ էին արձակում։ Եթե չէին բռնում հանցագործին, ես նստում էի այնքան, ինչքան պետք է նստեր տվյալ հանցանքը գործածը։ Հայր, դրա համար քեզ ասացի, որ կյանքիս ամենաշատ տարիները փանդերում եմ անցկացրել։ Նրան ուշադրությամբ լսելուց հետո ասացի. երիտասարդ, ինչ կանել բարի է թվում քո կատարածը, իրականում բարի չէ։ Այլևս դա մի արա։ Լսիր, թե քեզ ինչ կասեմ։ Կլսես ինձ։ Կլսեմ, հայր։ Հեռացիր այդ քաղաքից, գնա մի անծանոթ վայր, եւ ես այնպես կանեմ, որ բարի մարդկանց հետ շփվես։ Ինչքան կարող ես, քո քրտինքով աշխատիր եւ օգնիր կարիքավոր մարդկանց, որովհետեւ դա ավելի մեծ արժեք ունի։ Սակայն եթե մարդն աղքատին տալու ոչինչ չունի եւ նրա սիրտը ցավում է, այդ կերպ ավելի մեծ ողորմություն է անում, քանի որ իր սրտի արյունից է ողորմություն փաշխում։ Որովհետև եթե որևէ բան ունենար եւ տար, ուրախանար, իսկ եթե տալու ոչինչ չունի, սրտում ցավ է ապրում։ Խոստացավ, որ կլսի իմ խորհուրդը եւ ուրախ հեռացավ։ 7 ամիս հետո նամակ եմ ստանում Կորիտալուի բանտից, ուր գրված էր հետևյալը. Հայր, վստահաբար կզարմանաս, որ քեզ նորից բանտից եմ գրում, կոդված այդքան խորհուրդներից եւ իմ քեզ տված խոստումներից հետո, բայց իմացիր, որ այս անգամ բանդարգվել եմ մի բանի համար, որի համար արդեն բանդարգված եղել եմ։ Դատավարական ինչ որ սխալ է եղել։ Լավ է, որ մարդկային արդարություն չկա, որովհետև եթե լիներ, ապա դա անարդարություն կլիներ հոգևոր մարդկանց նկատմամբ։ Նրանք կգործնեին երկնային վարձքը։ Երբ կարդացի վերջին բառերը, հիացա այդ երիտասարդով, որ այդքան ջերմությամբ էր փարվել հոգևոր կյանքին եւ այդքան խորն էր ըմբռնել կյանքի խորին իմաստը։ Հանուն Քրիստոսի քող իր մեջ գրում էր Քրիստոսին, իր ապրած ուրախությունից չէր կարողանում զսպել իրեն։ Աստվածային խենթություն ուներ եւ հոգևոր խրախճանքի մեջ էր։ Բայց այդ ուրախությունը գալիս էր նրանից, որ մարդիկ նրան խայտառակել էին։ Այդ ուրախությունը գալիս էր նրանից, որ համբերությամբ տանում էր անարդարությունը։ Աշխարհիկ մարդ էր, ոչ սրբերի վարկերն էր կարտացել, ոչ եկեղեցու հայրերի գրվածքները, սակայն չնայած անարդար կերպով ծեծի էր ենթարկվում, փանդարգվում էր, քաղաքում անվանում էին դատարկաբորդ ու քող, ծաղրի առարկա էր դառնում, չէր խոսում եւ ամեն ինչ հոգևոր մտածումներով էր դիմակրավում։ Երիտասարդ էր, սակայն չէր մտածում իր կյանքը դասավորելու մասին, այլ թե ինչպես օգներ ուրիշներին։ Մեծ իսկական քողերին շատ դեպքերում նույնիսկ մեկ անգամ չեն փանդարգում, իսկ այս խեղճին նույն քողության համար 2 անգամ փանդարգեցին։ Ուրիշի քողությունների համար էլ անդեղի փանդարգեցին, մինչև իրական քողին գտնեին։ Սակայն նրա ունեցած ուրախությունը չունեին քաղաքի բոլոր բնակիչները,
30,000 ուրախությունները չէին կարող լրացնել այդ մի ուրախությանը։ Դրա համար եմ ասում, որ հոգևոր մարդը դխրություն չունի։ Երբ մարդու մեջ սերը շատանում է և սիրտը լցվում է աստվածային ցնծությամբ, ապա դխրությունն այլևս նրա մեջ տեղ չի գտնում։ Մարդիկ այդպիսի մարդուն ցավ և տառապանք են պատճառում, մինչդեռ նա դրանք հաղթահարում է դեպի Քրիստոս ունեցած մեծ սիրով։